Ձեզ ենք ներկայացնում մի խաղ լաբիրինթ, որը նախատեսված է մեկ հոգու համար, իսկ հիմա միասին փորձենք պատրաստել խաղը։ Նախ պետք է ստեղծենք կերպարները։ Ստեղծենք առաջին կերպարը, որն է լաբիրինթ է։ Մենք կգծենք շատ պարզ լաբիրինթ։ Օրինակ, այսպես։ Այստեղ մաքրենք։ Պատրաստ է։ Հիմա ստեղծենք այն կերպարը, որը պետք է անցնի լաբիրինթների միջով։ Եթե դուք ցանկանում եք նոր ստեղծել, կարող եք ստեղծել նորը, բայց համակարգչի մեջ կան պատրաստիները։ Օրինակ կարող ենք օգտագործել այս գնդակներից ինչ-որ մեկը, օրինակ փոխենք չափսերը, մի քիչ փոքրացնենք։ Եվ ստեղծենք այն կերպարը, որտեղ գնդակը հասնելով պետք է խաղացողին հայտնեն, որ նա հաղթել է։ Կարող ենք ստեղծենք ինչ-որ քառակուսի կերպար և դրա մեջ ինչ-որ կապույտ կերպար։ Եվ այստեղ վարդակում։ Նախ պետք է կոորդինատները տալ բոլորին, որպես փոխվի, երբ խաղը սկսվի, նրանք կրկին լինեն իրենց կոորդինատներում, երբ սեղմված է, գնալ դեպի, այստեղ նույնպես։ Իսկ հիմա փորձենք գնդակի համար հավաքել այն սկրիպտները, որով պետք է այն շարժվի։ Երբ սեղմված է վերսլակը, ստեղն է, ուներեք, վար ստեղն է, աջ սլակը և ծաղ սլակը։ Պետք է ուղղություններ պետք է տանք բոլորին։ Աջի դեպքում 90 արժեն, ծախը -90 և տեղափոխել 10 քայլ։ Նաև պետք է ստեղծենք այն սկրիպտը, որի ժամանակ գնդակը հատվելով սև գծին, պետք է վերադառնալ նախկին դիրքին, երբ սեղմված է, անվերջ հետ է, այստեղ սև գույնը, կներեք, սև գույնը, հատում է սևին և գնալ դեպի, իսկ հիմա գրենք այն սկրիպտը, որտեղ գնդակը հասնելով մեր կերպար 3-ին, պետք է
հաղորդի խաղացողին, որ նա հաղթել է։ Երբ սեղմված է, անվերջ եթե հապում է կերպար 3-ին։ Այստեղ հաղորդել նոր օրինակի համար հաղթանակ հաստատել։ Եվ կարող ենք ստեղծել մի կերպար, որտեղ գրված է հաղթանակ։ Հաղթանակ։ Իմ հայերեն ֆոնտերի հետ խնդիր կա, կնայեք։ Ահա։ Եվ դրա համար պետք է հավաքենք սկրիպտ, որտեղ երբ սեղմված է թագ ծնել եւ երբ ստանում է հաղթանակ ցույց տալ։ Դա փորձենք։ Երբ դիպչում է սև գծին, հայտնվում է սկզբնակետում։ Եվ հիմա ունենք ահա հաղթանակ։ Շնորհակալություն թիմը